Ձեր խոսույթը դրան դենժողում և տեղեկանում եք, որ ձեր առնչվող իրավական, այսպես ասած, գործընթացներ կան, կապայից ինչ-որ պատգամավոր ես մասին նշել։ Ինչ եմ փորձում սրանով հարդարացնել։ Նախ սուտ են խոսում, որ տենց բան են ասում, ամենայն պատասխանատվությամբ ասում են, որովհետև շուրջ 3 տարի անընդմեջ մեջ խոսում եմ իրենց կոռուպցիաներից, ուղիղ ցույց եմ տալիս, ինչ կոռուպցիայի մեջ են, ինչ թալանի մեջ են եւ ոչ մի ընթացք չի ստանում այդ ամբողջ process-ը։ Այդ առաջինը ֆիքսենք, որ դա տենց չի։ Երկրորդը որ կա, մենք բոլորս ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական գործիչները լավ գիտակցում են, որ բոլորի վրա էլ աշխատում են։ Այսինքն բոլորի վրա անընդհատ գիշեր ու ցերեկ, այսինքն բոլոր ուժային կառույցները իրենց բան ու գործը թողած, օպերատիվ ծառայությունը թողած, տեսնում եք ինչքան սպանություն ա լինում, կամ թմրամոլության մակարդակը, կամ հանցավորության մակարդակն ինչքան է, իրանք աշխատում են ընդդիմադիրների ուղղությամբ։ Եվ իրանք հենց զգում են, որ ինչ որ մի հատ կեղտոտ բան պիտի անեն, դրանից հետո նմանատիպ կեղծ գործեր են իրանք հարուցում։ Այսօր ես պարզ ու օրինակը ցույց տվեցի, այդ կոռուպցիայի կեղծ մարտիկները որ կան, ասի դեզի փնջով կոռուպցիա եմ տվել ձեր ձեռ, ինչով եք զբաղվում դու։ Էդի հələ նոր ժուրնալն է, կինոն հետևից է գալու։ Իրանց թալանը միլիարդավոր դրամների, այդ որ իրանք խոսում են, այսօր հատուկ ես այդ կասկադի օրինակը իրանց բերեցի ցույց տվեցի ինչա։ Այդ ժամանակը չկար ավելի մանրակրկիտ իրանց կասեի ու օրինակն է բերեցի, մի դրա հետևանքը Նիկոլ Փաշինյանն է կրելու կառավարության ղեկավարը ինքն եղել, ինքն է տակը ստորագրել, թե չէ։ Ես պարագայում իմ համար ես ուրիշ բան եմ մտածում։ 18 թվականին, երբ որ ինքը սկսեց այս հետապնդումները, դրան հետևեց աղետը, որը բերեց մեր երկրի, Արցախի, մեր ժողովրդի գլխին։ Հիմա երբ որ ինքը sense տոտալ արշավը սկսել է ընդդիմադիր լիդերների ուղղությամբ, ես մտածում եմ, որ ինչ որ շատ, այսինքն այն ինչը որ մենք տեսնում ենք, դրանք փոքրիկ ծաղիկներն են։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ալիևի պահանջով սահմանադրություն է փոխում, Փաշազադեի պահանջով եկեղեցու վրա արշավ է կազմակերպել, շատ ստոր, պիղծ արշավ եկեղեցու դեմ։ Հասկանում եք, անթույլատրելի վեհապարի դեմ։ Դրանից հետո կներեք, տեսնում ենք, որ արդեն հստակ մեր տարածքները կտրում, մասանում բաժանում է, որովհետև մի քանի տարի առաջ ասում էր, որ չկա դրա իրավական հիմքը, ինչ անկլավ, ինչ Տիգրանաշեն, ինչ մյուս խնդիրներ է, բայց այսօր հակառակն ենք մենք տեսնում։ Տեսնում ենք, որ ինքը ոնց որ Ալիևի խոսույթով առաջնորդվի առաջ։ Դրան գումարած հաջորդիվ լինելու է ատոմականի փակման պահանջը, դրանից հետո Թուրքիան մի անգամ արդեն ասել էր, չէ՞ որ սահմանների ճշգրտման հարց կա Ախուրյան գետի աչուձախ ափերի հետ կապված, այդ պահանջն իրա դնելու ու ասում եմ բոլոր պահանջը կատարելուց հետո վերջում ասելու են մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանի գլուխը թուրքերը, վերջում իրանք ասելու են ադրբեջանցիները, որ դուք եկաք ասիք Արցախ Հայաստանն ու վերջ, դուք էս եք արել, պիտի Նիկոլ Փաշինյանին էլ տանենք Բաքվի բերդում նստի։ Պարոն Մանուկյան, բայց ասում է, ես ձեզ խաղաղություն եմ բերել, խաղաղությունը հաստատված է, հանուն խաղաղության է այս ամեն ինչը արվում եւ ի վերջո մենք 4-րդ հանրապետություն ունենք, չեք գնահատում։ Տեսեք, նախ ինքը որ ասում է խաղաղություն չկա, այդ խաղաղության պայմանագիրը ուր է, ֆիքսենք որ չկա, դա կեղծ է։ Այսինքն միջև այդ բայց մենք չգիտենք էլ ինչ պայմաններ կա, հենց դրա մասին եմ խոսում։ Այսինքն իր ասած պայմանները որ կա, ամեն օր Ալիևից մենք նոր լուր ենք imանում, որ նոր պահանջ կա։ Այսինքն ամեն օր տեսնում ենք, որ Ալիևը մի հատ նոր պահանջ է դրել ու իրանք այդ նոր պահանջը իրականացնեն։ Իրանք խոսում են, օրինակ նույն թրիփ ծրագրի մասին խոսենք մենք, Պարսկաստանի կողմից իրանք բարձրաստիճան գեներալից հետո խոսում է, որ մենք դա չենք հանդուրժելու։ Մենք տեսնում ենք, չէ, ինքը Պարսի ծոցում Պարսկաստանն ինչ անում։ Ձեր կարծիքով հանդուրժելու է այստեղ, այսինքն դու Պարսկաստանի շահերը ոտնահարում ես, քո բնական մյուս դաշնակիցների իրավունքները ոտնահարում ես, բայց այս պարագայում միայն ու միայն Ադրբեջան, Թուրքիա իրանց շահերն է սպասարկում դու։ Այսինքն այդ խաղաղության պայմանագիրն հասնելու համար այնքան կետ կա, որ մենք չգիտենք։ Այ որ ինքը բերի ասի, ես 100 հատ ես զիջում եմ, այս 100 հատ, այս 101-րդը Ադրբեջանն է զիջում, հասկանանք այդքանով պրստում է։ Չկա, լավ այսօր ինքը թուրքերի պահանջն է, ադրբեջանցիների պահանջն է կատարում։ Պարոն Մանուկյան, այ օրինակ Տիգրանաշենի զիջման մասին հայտարարվեց, արդեն նշվեց, որ հայկական տարածք չէ, ուղիղ տեքստով, եւ հղում արվեց
անդրադառվեց Ալմաթայի հռչակագրին, բայց Ալմաթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրան Խորհրդային Հայաստանի տարածքում էր արդեն։ Փաստացի ստացվում է, որ այն հռչակագիրը, որին հղում է արվում, իրավական ուժ չունի այս պարագայում, բայց հանձնումը այնուամենայնիվ նախատեսվում է, այսինքն կարող է այսպես հանձնվել մի օր նաև Սեյվանը Գյոյչա դառնա, Երևանը Երևան դառնա։ Ոչ թե հանձնել նվեր է տալիս ինքը Ադրբեջանին ու եթե մենք ուշադիր հետևենք մեր երկու մայրուղիների վրա միջպետական նշանակության ունեցող զարկերակների վրա Ադրբեջանը գալիս է ռազմական նշանակության հենակետերը վերցնում է իր տիրապետության տակ, վտանգը տեղ է կայանում։ Նույն այն հիմար մի հատ վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որ հղում էին կատարում, Տիգրանաշենն է եղել է Հայաստան, մարդիկ կադաստրի վկայական են ունեցել, տարածքները ընդգծված, ընտրություններ եղել, համայնքի ղեկավար են ունեցել, իսկ ինքը հայկական ամբողջությամբ հայկական է։ Ու ստեղ խնդիրը Տիգրանաշենցու խնդիրը չի միայն, ստեղ խնդիրը նաև ամբողջ մեր ժողովրդինն է, ու մենք էլ շատ անելիք ունենք, որպեսզի մեր հասարակությանը բացատրենք, ասենք, տեսեք, այս կարևորագույն նշանակություն ունի ինքը, ռազմական նշանակություն ունի։ Միանշանակ կտրվում է, ստեղ այդ խնդիրն է, վտանգը այդ է։ Ու նորից գալիս ենք այնան, որ ինչ-որ շատ վտանգավոր ու չերևացող պահանջներ կա, որը պատրաստվում է իրականացնել։ Դրա համար առաջինը Նիկոլ Փաշինյանը ուզում է վախի մթնոլորտ ձևավորի, այսինքն ինքը փորձելով երկրորդ նախագահին կալանքի տանելով անհասկանալի, որտեվ իրոք անհասկանալի է, որտեվ կառավարության բոլոր որոշումները ժամանակաշրջանին ավերացրել է հանրապետության նախագահան։ Այդպես այսինքն ցանկացած հետևից, բայց մնացած կառավարությունը ինչ արել։ Մի մարդ պետք է դներ բոլորը ուսումնասիրեր, գնար չափագրեր բերեր, ասել абսուրդ է, պրոստո абսուրդ է, էլի, հասկանում եք, շատ абսուրդ, որը ինչ հարց տվեցի կներեք։ Ընդհանուր ինքն էր, ասում էր պայմանները չի կատարվել, բայց այս այսի 4-րդ հանրապետություն է եկել եւ խաղաղություն է բերել։ Չկեղծ է, ինչ 4-րդ հանրապետություն, տենց որ իրանք որոշել են 4, չեմ հավատում, չկա տենց 4-րդ հանրապետություն, ասում կեղծ է։ Իրանք երբ որ տեսեք 3-րդ հանրապետությունը որ ասում ենք, մենք բացատրում ենք 3-րդ հանրապետություն։ Ունեցել ենք առաջին հանրապետություն, երկրորդ հանրապետությունն եղել է սովետական Հայաստանը, երրորդը անկախացած Հայաստանի հանրապետությունը։ Հիմա իրանք երբ որ մի պա Էդգար Ղազարյան լավ ելույթ ունեցավ իմիջիալից, ասում է ժողովուրդ շատ վտանգավոր է։ Հենց ասացիք չկա երրորդ հանրապետություն, ասել են դուք ով եք, չկա, 4-ի մասին եմ մոռացել։ Լեգիտիմացնեն այդ խոսույթը։ Հա, այդ խոսույթը կլեգիտիմացնեն ամբողջությամբ, չկա, էլի սուտ է այդ ամեն ինչը։ Դե լավ, այս տոկը մոտով ավարտենք, շնորհակալություն։